Ողջույն բարեկամներ, այսօր արդեն մայիսի 25-ն է, եւս մեկ օր մոտեցանք քվեարկության օրվան։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ կարող եք օժանդակագրվել եւ հետեւել ծրագրերի Patreon-ով, հա, լինքը կա ներքևում, ընդհանրապես պետք է սեղմել վրան եւ եթե հարմար եք գտնում, անպայման օգնեք ալիքին աշխատանքների համար։ Ես այսօր կծանոթացնեմ օրվանորություններին եւ միանգամից սկսեմ նրանով, որ Եվրոպայից հնչեց առաջի զգուշացումը Փաշինյան Նիկոլին։ Ես դա մասին զգուշացնում էի, որ ամեն ինչ գնում է այդ ուղղությամբ, որ հետևում են, նայում են եւ չի լինելու գլուխ շոյելու հանգամանք, որովհետեւ մենք դեռ ապրիլից մեզ զգուշացնում են, որ Եվրոպայի ամեն ինչ պայմանավորված է, Ջեյ Դի Վենսն դեռ հավանությունը տվեց, չնայած հավանությունը նաև Օրբանին էր տվել, հա։ Հետո եկան եվրոպացիները մայիսի 4-ին 5-ին Հայաստան, Մակրոնը դեռ հավանություն տվել, բայց նման բան չկա։ Բոլորովին նման բան չկա։ Իսկ այսօրով է հիշում ընդհանրապես, որ ասենք այդքան մարդեր եկել Եվրոպայից Հայաստան։ Ոչ մեկ, որովհետև դա մեծ հաշվով ոչինչ բան չտվեց եւ չէր էլ կարող տալ։ Եվրոպացիները մի բան էին ակնկալում Փաշինյան Նիկոլից, որ ինքը դիմում կներկայացներ, ինքն էլ չներկայացրեց, բայց դա չի խանգարում, որպեսզի Հայաստանում նիկոլական եւ ռուսական ագենտուրան այդ հանգամանքի վրա խաղան։ Հիմա ես կբացատրեմ ոնց են խաղում։ Եվ այսպես ուզում եմ հաղորդումը սկսել Միքայել Նալբանդյանի հանճարեղ խոսքերից ես կասեի, որն ասում աշխարհի բոլոր ծայրերում ինքնության պահպանան համար հայերի թափած ջանքերը վաղ թե ուշ տապալվելու են։ Միակ տեղը, որտեղից նորից կարող է վերածնունդ սկսվել, պատմական հայրենիքն է։ Ճիշտ ասում։ Ես կամ իմ ընկերները ցանկացած մարդ, որ ապրում է Սփյուռքում, որքան ուզում է ջանքեր թափեն ինքնության պահպանան համար, նրանք իզուր են։ Դրանք կարող են աշխատել շատ կարճաժամկետ ծրագրով։ Միակ տեղը, որտեղ դա հնարավոր է եւ պետք է անել, դա հենց պատմական հայրենիքն է, որտեղ նույնիսկ օդն ու ջուրն է նպաստում դրան, աչքի տեսասն է նպաստում դրան, այն հայրենիք ոգին է կանչում գետնի տակից։ Միակ տեղը, որ դա հնարավոր է ապրել, դա պատմական հայրենիքն է։ Ցավոք, այս պատմական հայրենիքի գաղափարը կամ դրա զգացումը, կարևորությունը շատերին չի որ տրված է, բայց թե որքան շատ ու քիչ են դրանք շուտով կերևա։ Եվ այսպես տեսնենք ինչ են ազարարում ԵՀԿ-ից։ Հայաստանի խորհրդարանական ընտրություններն անցկացվում են բևեռացված միջավայրում։ Եվ այսպես ինչ են ասում ԵԱՀԿ-ից։ Ուրեմն ասում են այդ միջավայրը, որը ձևավորվել է 23 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հետ հրադադարի համաձայնագրի կնքումից, չնայած նման բան չի եղել, մինչև 25 թվականի օգոստոսի Վաշինգտոնյան գագաթնաժողովը, խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախասուրագրումից հետո տեղի ունեցած զարգացումների ազդեցության ներքո նշում են դիտորդները, որ բևեռացում է տեղի ունենում։ Բևեռացման մյուս ասում են, որ այդ պայմաններն են բևեռացումները։ Մյուս պատճառները նշել է կառավարության եւ հայ առաքելական եկեղեցու առաջնորդների միջև լարվածությունը։ Սա էլ ճշգրիտ բնութագրում չի, որովհետեւ առաջնորդների չի։ ԿՊ-ի եւ ամբողջ եկեղեցու մեջ է լարվածությունը։ Ինչպես նաեւ ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ հարուցված քրեական գործերի։ Հիմա գնանք կարևորին։ Մոտ 1 տարի է վարչապետ Փաշինյանը պահանջում է կաթողիկոս Գարեգին II հրաժարականը ու եկեղեցու բարենորոգման շարժումը սկսել։ Այդ ընթացքում քրեական գործեր են հարուցվել ինչպես կաթողիկոսի, այնպես էլ բարձրաստիճան մի շարք այլ հոգևորականների նկատմամբ։ Իշխող ուժը կաթողիկոսի հեռացումը ներառել է նաև նախընտրական ծրագրում։ Քարոզչությունը ընթանում է ակտիվ կենտրոնացած Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի, արտաքին քաղաքականության, տնտեսության, զբաղվածության իրավունքների, գերակայության մի խոսքով հարցերի վրա։ Քարոզչական խոսությունը ունի պառակ, տող ու կոշտ բնույթ եւ աչքի են գնում պատերազմական հռետորաբանությամբ, հատկապես կառավարության ճակերտների մեջ իրական Հայաստան ծրագրի, ինչպես նաև հայ առաքելական եկեղեցու կարգավիճակի եւ նրա հնարավոր բարեփոխումների շուրջ նշում է զեկույցում։ Եվ այսպես սա ընդհանրապես նախազգուշական են ես համարում Փաշինյան Նիկոլի, որ իրանք նայում են ինչի շուրջ է իրենց
խոսույթը ճակերտավոր իրական Հայաստան, պատերազմական, պառակտորական եւ ագրեսիվ ու կոշտ։ Սա երկու շաբաթ առաջ ես վստահ եմ, որ մինչև ընտրություններ եւս մեկ անգամ իրեն այսպես մեր կամ կիսամերկ կզգուշացնեն, որ գլուխը չենք շորելու, տղա ջան։ Ես սա մասին ասել եմ, միշտ ասել եմ, որ իրանք չեն շորելու։ Իրանց համար միևնույն է նույնիսկ Նիկոլա կլինի, թե Սամվել Կարապետյանը կլինի, թե այլ մեկը։ Իհարկե ցանկալի է, որ այս մեկը լինի, որ եթե հնարավոր լինի աշխատել։ Ես չեմ պատկերացնում, որ Սամվել Կարապետյանն է իրանց նախընտրելի լինի, բայց նույնիսկ եթե եղավ, պետք է Սամվել Կարապետյանի հետ են աշխատել։ Իրենք այդպես խնդիրներ չեն դնում ու չեն էլ դրել երբևէ։ Ինչու Նիկոլ Փաշինյանի գլուխը չեն շոյի, որովհետև Նիկոլ Փաշինյանը 8 տարի շարունակ բոլորի քթից բռնած այսպես մանատով է խափելով։ Եվ սա իրենք մոռանալու անհրաժեշտություն չունեն, մանավանդ, որ դա վնասում է իրենց հեղինակությունը։ Մենք էլ մեր հերթին, ես ասել եմ, չէ, ես օրեկան ռեժիմով այն բոլոր քրեական գործերը, որ մենք ունենք, օրեկան ռեժիմով ես ուղարկում եմ ուր հնարավոր։ Ես նույնիսկ չգիտեմ դա կարևոր է թե կարևոր չի։ Բացում եմ Google-ը, հանում եմ email-ները ու գնաց։ Հուսով եմ, որ մի քանի շատ ճշգրիտ կետ տեղ այդ ընթացքում կկապնենք եւ ավելի կակտիվանա նախազգուշական հռետորաբանությունը Փաշինյան Նիկոլի նկատմամբ։ Իսկ մյուսը, որ ես ասում եի, այս եվրոպական խաղերը հմուտ օգտագործում է իշխանության եւ 5-րդ շարասյան կողմից, ես ձեզ ընդհանրապես ուզում հնչեցնեմ մի բան։ Պատկերացնում եք Միրզոյանն ու Ալեն Սիմոնյանը արձագանքում են ռուսական կողմից հնչող հայտարարություններին։ Ռուսական ագենտ Միրզոյանը եւ օլիգարխ Գրզոյի կամակատար, այսինքն գրպանի թաշկինակ Ալեն Սիմոնյանը ինչ որ արձագանքում են ռուսական կողմից։ Ինչու՞մն է բանը։ Մենք բազմաթիվ թերերով կապված ենք, գործընկերություն ունենք, համագործակցություն կա, պետք է այնպես անենք, աշխատենք, որ ամեն ինչ դրական հունով ուղղորդվի։ Այսօր Ազատության եզրույթում ասաց Միրզոյան։ Արձագանքելով ռուսական կողմից վերջին շրջանում հնչող կոշտ հայտարարություններին։ Այսինքն սպասելով խաղում են։ Եթե խնդիրներ են լինում, աշխատենք գործընկերային առողջ կառուցողական քննարկման մթնոլորտում հասարելություններ տալ, մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ, հա։ Իսկ ընդդեղից մեղադրում են, թե Հայաստանը ինչ որ ձգտում է մերձանալ Եվրոպայի հետ եւ դրանք որակվել են որպես ոչ դաշնակցային հարաբերություններ։ Սրանք մեռան ասելով, որ մենք ոչ մտեղ չենք գնում, մենք հավատալին ձեզ շունն ենք, մեր մեջ հնարավոր չի սեփ խփել, սրանք խոստովանում են, որ բայց այս պասերը պետքա գիտեք ինչի համար։ Պետքա որ Հայաստանում մի ինչ որ մի մաս, որը սկսել է ատել ռուսներին եւ ավելի շատ քան ես, ռուսների նկատմամբ ատելությունից կուրացած նախընտրի ԿՊ-ին։ Այս է ողբերգություն։ Եվ ընդհանրապես սերն ու ատելությունը կուրացնելու մարդուն հավասարակշռությունից զրկելու հատկություններ ունեն։ Հա, չկարգավորվող սեր եւ կույր ատելություն։ Ես ռուսական ընդհանրապես երևույթի վրա, Ռուսաստան, Կրեմլ երևույթի նկատմամբ ունեն վերաբերմունք, բայց դա կույր ատելություն չի, որպեսզի ես չտեսնեմ սրանք ինչ են անում։ Ոչ էլ ունեմ անմնացորդ եւ ինքնամոռաց սեր Եվրոպայի նկատմամբ, ոչ տեսնեմ ընդեր ինչ են անում։ Եվ կյանքում էլ այդպես։ Կյանքում էլ գնացեք անձնական հարաբերությունների մեջ նայեք։ Գնացեք մասնագիտական հարաբերությունների մեջ նայեք։ Մի բան, որ կոնտրոլից դուրս է, ասենք բանականությունը լքում է այդ մարդու, սեր լինի, հարաբերություններ լինի, վստահություն լինի, կուսակցական լիդերների նկատմամբ, կրոնական լիդերների նկատմամբ, դա նմանվում է աղանդի, աղանդավորները, հեսա մի հոգու սենց կնայենք այսօր անպայման, իրանք ինքնական բանականությունից զրկված մարդիկ են։ Եվ այսպես ինքնական բանականությունից զրկված մարդիկ այս խոսակցական այս փոխհարաբերությունների մեջ տեսնում են Ռուսաստանից
փոխվելու, դեպի Եվրոպա գնալու եւ ռուսը ընկելա մեր հետևից այսպիսի բաներ են տեսնում եւ հակված են աջակցել այս սերիական առնասմաններից, որը կարծում եմ տրագեդիա է ամեն դեպքում, իհարկե տրագեդիա է մեզ բոլորիս համար, իսկ այս սրիկաները հմտորեն դա օգտագործում են, ժողովուրդ ջան, հարգելի հետևորդներ ջան, ոչ մի կոնֆլիկտ չկա եւ չի կարող լինել Հայաստանի որևէ կառավարության եւ Ռուսաստանի միջեւ, որևէ ցանկացած կոնֆլիկտ կլուծվի մեկ զանգով, մեկ տեսանյութի կամ ձայնագրության հրապարակումով, նույնիսկ բանը դրան չի անցնի, կասեն ժամանակը տեկել է, վերջ, հասկանու եք, ով է Ադարատ Միրզոյանը, որ հակադարձի Ռուսաստանին, որի նկատմամբ ինքը հավատարմության ստորագրություն է տվել, կամ է Սալեն Միրզոյանը, ով են սրանք, գիտեք ինչ է մանկապարտության դեպքերը են, որ հայտնաբերվեց նարկոտրաֆիկը, որ մենք գիտենք, որ սրանք բոլորը մասնակից են, որովհետև ով է կառավարում այդ նարկոտրաֆիկը, եթե ոչ պետությունը, պետության ներկայացուցիչները, սա ընդամենը թեթև մանրամասներ են, որ մենք տիրապետում ենք, վստահ եղեք, սրանց ամեն մեկի վրա եւ թուրքական կողմից եւ ռուսական կողմից հատորներով կոմպրոմատներ կան, որ սրանց ընդամենը ասեն գնա, ուրիշ ոչ մի բան չասեն եւ սրանք վախից ինքնասպան կլինեն, կարող քնեն առավոտ չլուսացնեն, որ իմանան իրենց ասում են գնացեք, այսը պետք չի այս մանիպուլյացիաներին տրվել, չի կարող նման բան լինել ուղղակի, Ռուսաստանն ինչքան ուզում է այսօր վատ վիճակում լինի Ուկրաինայում, բայց չի նշանակում, որ Հայաստանում բազա չունի, չի նշանակում, որ Հայաստանի ԱԱԾ-ն Իրանը չի, պետական ծառայողները, ուժային ստրուկտուրաները Իրանը չեն, գնանք առաջ, մենք լսենք սրան, Հայաստանում կան ուժեր գործիչներ, որոնք ուզում են այս երկու հարցը կապել իրար հետ, ասելով, որ եթե սահմանի դեմարկացիայի, դելիմիտացիայի հարցը սկսած, ուրեմն Ղարաբաղի հարցը փակված է։ Ոչ եւ երիցս ոչ։ Հիմա ես ուղղակի չեմ կարողանում բառեր գտնել նկարագրելու համար այն մարդկանց, որ սրանց ցանկացած ներկայացուցիչների խոսքին կարող են լուրջ վերաբերվել, հասկանում եք։ Ես ուղղակի ասենց ասեմ, մաքսիմում կոռեկտ ասեմ։ Այն մարդը, որ սրանց լուրջի խոսքին, ցանկացած խոսքին լուրջ է վերաբերվում, առնվազն ինքը հարգանք չունի իր խոսքի նկատմամբ, որտեղ դա հայելային է։ Առնվազն հարգանք չունի սեփական անձի նկատմամբ։ Առնվազն ինքնագնահատականը այնքան ներքև է, որ այս ամեն ինչ իր մոտ տեղավորվում է։ Այդպես չի սիրելի հայրենակիցներ եւ կարող եք վստահ լինել, որ մենք այդպիսի իրադրություններ թույլ չենք տա, որպեսզի մենք կանգնենք ինչ որ փաստերի առաջ։ Մի հատ էլ եկել է բանը Յակոբ Միսկի խումբ Ղարաբաղի հարցը, չկա Ղարաբաղի հարց։ Ով որ ուզենա Ղարաբաղի հարց բացի, ինձ հետ գործ ունենալու Հայաստանի ժողովրդի հետ գործ։ Լսեցիք։ Ես ես կարող եմ օրերով ցույց տալ, օրերով, դուք էլ տեսնում եք ես ամեն օր ցույց եմ տալիս, չէ, հատվածաբար ստեղից, ընդեղից, այս պերիոդից, այն պերիոդից, ոնց կարելի է նման մարդուն ցանկացած ֆորմատի, ցանկացած հայտարարությանը լուրջ վերաբերվել։ Ղարաբաղի հարցը փակված է։ Եթե դուք մեզ վստահեք եւս մի ժամկետ առաջնորդելու Հայաստանի Հանրապետությունը, դեպի դժոխք վստահեք, եւ ինքը եւս մեկ ժամկետ ընդամենը իրան պետք, եւս, տեսեք ինչ կարևոր բան ասեց, եւս մեկ ժամկետ վստահեք եւ վերջ Հայաստանի պատմությունը փակվում է, դրանից հետո պետք չի որ դուք վստահեք, որովհետեւ ձեզանից էլ բան չի լինելու կախված։ Ոչ մի բան, եւս մեկ ժամկետ եւ ես վերջացնում եմ իմ գործը։ Փակում եմ Հայաստանի էջը, ինչպես փակեցի Արցախի էջը։ Մենք էլի բաներ ունենք ձեզ ասելու, էլի բաներ ունենք ձեզ պատմելու։ Հայաստանում կան ուժեր։ Վերջացավ ժողովուրդ։ Մեսայլն եք։ Մի բանը մի արեք, ո՞վ մի տվեք։ Տիկին Մանուկյան, ուրեմն մենք պետք է լսեք, ուշադիր։ Թե ինչ նկատի ունենք, Թե ձեզանից լսեցիք։ Մենք պետք է
Ասում է հողմի տվեք, ասում է լսեցի, բայց դե հիմա լսի։ Հիմա լսի, ինքը լսեք եւս 1 ժամկետ ինչի համար է ուզում, ինչով է կարևոր այդ եւս 1 ժամկետը լսեք։ Որոշենք թե ինչ նկատի ունենք Հայաստանի հող ասելու։ Ահա, դե հիմա ալեք հասկանանք մի հատ, կողմնորոշվենք ինչ նկատի ունենք Հայաստանի հող ասելու։ Մենք հասկանանք, այդ ո՞րն է Հայաստանի հողը։ Որովհետեւ մենք հələ չգիտենք մեզ ցեղասպանել են թե չէ։ Մենք հələ չգիտենք այդ Արցախը Հայաստանն է թե չէ, ասկեն հետո պարզվեց որ Արցախը Հայաստանն էլ չէ, ինչ կապ ունի որ ինքը ասել է։ Ինչ կապ ունի որ հայերը այնտեղ ապրել են ու երբեք չեն լքել Արցախը։ Մենք հələ պետք է հասկանանք։ Հիմա հասկացաք եւս 1 ժամկետ ինչի համար է պետք։ Մենք կողմնորոշվել ենք եւ ասում ենք որ Հայաստանի հող ասելով նկատի ունենք Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված 20 Այս անասունները կներեք էլ արտահայտության համար։ Որ բերաները բացել են։ Այս հայվանները ինչի վրա են ուրախանում։ Եվս 1 ժամկետի ընթացքում բոմժ դառնալու վրա, այդ հերանեկալի վրա են ուրախացած։ Մի հատ բզեք էլ էս անասուններին կողքից, էլ էս ակնոցավորին, էս բոլորին, հա։ Լավ ասենք ես կարամ հասկանամ սա եւ ապահոված ագառնցանները տվել են ինքը թռնելու է։ Այն Գևորգ Պապոյան բոմժն անդե, կարող է ինքն էլ արդեն այնքան կուտակ է որ իրանը խոսք են տվել, քեզ կփախցնենք, չգիտեմ, դա ասենք մեքսիկաների գրողի ծոցերը մի հատ գյուղում դու կապրես քեզ չեն գտնի։ Բայց ում հասկանամ ես բերանները բացած հայվանները ինչի վրա են ուրախացած։ Ինչի վրա են ուրախացած։ Ինչ միջազգային, սա միջազգայինորեն ճանաչված անկլավ կամ սահմանների մասին է խոսքը։ Ես ամենայն պատասխանատվությամբ եմ սրանց ասում անուղեղ հայվան, սա վիրավորելու համար չեմ ասում, ասում ես բա անուղեղ կենդանու ուրիշ ինչ են ասում։ Մի հատ գյուղերում գնացեք հարցրեք, այն որ որոճելով գնում է ու իր համար միևնույն է իրան ունեն տանում, այդ կենդանին իրանք ինչ են ասում։ Ասում են հայվան։ Բայց ասեք էլ այս հայվաններն ինչի վրա են բերանները բացել։ Ախր իրանք գրողի ծոցը է, մենք ենք այդտեղ գնում։ Մեր հազարամյա պատմությունն է փակվում դրանով։ Մի բանի համար որ սրանք հայվան են ուղակի։ Այսօրվա կորմը տեսել են, ոճելով գնում են ինքնական կարապնարան։ Տերերն է գլուխները շորելով ասում են քեզ տանում ենք, արա։ Քեզ տանում ենք կարապնարան։ 9743 քառակուսի կիլոմետր տարածքը։ Եվ եթե ժամանակ ունենայինք, ես ձեզ նաև հաճույքով Տեսեք, վերջին 500 տարում ուրեմն մենք պետությունը չենք ունեցել։ Վերջին 500 տարում մենք պետություն ինքը դարձել է արդեն Այդպես նամակն եմ ուզում ես ձեզ կարդամ պատերազմից հետո գրված։ Նեմեսիս ՀԿ-ի նախագահ Վազգեն Պետրոսյանն է, ինքը նույն ասավ է Վազգենն է գրել։ Որոշել է միջև պատերազմի վերջնական ավարտը չխոսել ձեզ հետ որպես զինվորական, որը հասկանում է զինվորական գործողություններից, դրանց նախապատրաստվելուց եւ այլ հարցերի մասին։ Բայց երբ դուք բոլորդ որպես երկրի ղեկավար փորձում եք ձեր վրայից գցել պատասխանատվությունը ու դա բարդեք մի ամբողջ ժողովրդի վրա, որ 44 օր շարունակ հավատաց ձեզ ու արեց ամենաանհնարինը, դուք հիմա կանգնեք ու նրանց անվանեք դավաճան, սա մեր ասած շան տղայություն։ Խնդրեմ, եթե ձեզանից որևէ մեկը ունի հյուլեի չափ արժանապատվություն, այս հարցերի պատասխանը տվեք, որպեսզի հետագայում այս ժողովուրդը կարողանա արդարացնել ձեզ ձեր պաստողունների համար։ Եվ այսպես դուք որպես երկրի ղեկավարներ ամիսներ առաջ ՀՀՊՆԶ ուժի հակահետախուզության եւ հակահետախուզության կողմից ստացել եք տեղեկատվություն, որ պատերազմը վրա է հասնում։ Ազերները պատրաստվում են լայնամասշտաբ ու երկարատև պատերազմի, սահմանի վրա կուտակել են դեռ օգոստոս ամսից շուրջ 100,000 զորք ու մի քանի 100,000 միավոր տեխնիկա։ Տեղեկացել են ձեզ, որ այդ մեծությամբ քանակության վարձկաններ են տեղափոխվում տարբեր տեղերից, առաջնագից եւ լիքը այլ տեղեկություններ։ Ինչ արեցիք դուք։ Այդ ամեն ինչ իրանք իմացել են, որովհետեւ այդ ամեն ինչի մասին վկայություն է տվել նախին պաշտպանության նախարարը, հիմա որ բանտարկված է, Դավիթ Տոնոյանը։ Ինչ արեցիք դուք։ Բոլոր տեղեկիք, որ հիմնական հարվածը լինել է Վարանդայից, այնտեղ են կուտակված հիմնական զորքն ու տեխնիկան։ Ինչ արեցիք դրանց առաջ խաղացումը առնելու համար։
տանկերի եւ այլ զինատեխնիկայի արագ անցնելու համար հավելյալ խրամատներ եւ այլն արգելապատներ կառուցեցիք, իհարկե ոչ։ Պատասխանը թողնեմ ձեր խղճին։ Երկրորդ, դու գիտեք վերած պատերազմի մասին տեղյակ եք, թե ինչ զինտեխնիկանով են կռվելու մեր դեմ, քանի որ ավելի քան 1 ամիս մեր քթի տակ զորավարժություններ էին անցկացնում։ Ու դուք մանրամասն տեղեկություններ ունեիք ստանում եք կիրառված զինտեխնիկայի մասին։ Ինչ արեցիք իրականության մեջ։ Ոչինչ, բայց դուք պատասխանեք։ Սա ժողովուրդ ջան ծրագրված, համատեղ, թույլ տված, պայմանավորված սպանել են մեր հայրենիքի մի մասի։ Հիմա մյուս մասն են սպանում։ Ես չգիտեմ ուրիշ ոնց բացատրեմ։ Ուրիշ ոնց բացատրեմ այն թափոնին, որ ինքը ոչինչ չի ուզում լսի։ Չգիտես ինչ անես, ապտակես, գորաս ականջի տակ, ինչ անես, ինքնասպան լինես իր աչքի առաջ, որ սարսափի, ինչ անես, որ ասես, արա դու չես հասկանում, դու ինչ ես անում։ Երրորդ, տեղյակ լինելով ամիսներ շարունակ մեր մարտական դիրքերի վրա թռնող ազերական ԱԹՍ-ների մասին, ինչ միջոցառումներ ձեռնարկեցիք մեր հոբ համակարգի եւ այլ տեղակայված զինտեխնիկայի քողարկման համար։ Պատերազմը սկսելուց հետո ազգի կանայք դրանցից էին գործում, որ ասես դպրոցից մինչև օպերայի դահլիճ, իսկ դուք գիտեք, որ պետք էր։ Չորրորդ, դուք տեղեկացված եք երկարատև պատերազմի մասին, ինչու հավելյալ զինամթերք չգնեցիք ու չբերեցիք երկիր։ Հակառակը իրանք դադարեցրեցին նույնիսկ զորակոչը, մոբի զորակոչը, բոլոր տեսակի մատակարարումները դադարեցրեցին։ Արդեն ապրիլյան պատերազմից դու գիտեիք, որ իրենք կիրառել են շատ մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ, ինչու դրա հակազդող զենքը չգնեցիք։ Ինքնաթիռ գնեցին դրա փոխարեն առանց հրթիռների, մեզ էլ խաբեցին դե բոլոր բաները խոցված են, բոլոր։ Ռագատկով էին խփել էլի։ Դու գիտեիք վերած պատերազմի մասին, ինչու հարաբերությունները փչացրեցիք մեր ռազմավարական գործընկերների հետ։ Այն նույնը հիմա են անում։ Դավիթ Օնիկ ձեր երկուսին չէր հետաքրքրում, թե ինչու ամիսներ ի վեր Իրանը ռազմական կցոր չի ուղարկում, դա ձեզ չէր մտահոգում։ Նիկոլ, դու իմանալով, որ քո միակ ազատ ելքը վստահելի Իրանն է, ինչու պատերազմ սկսելուց ընդամենը օրեր առաջ բացում ես դեսպանատուն Իսրայելում։ ԱՄՆ-ին տուրք տալով եւ դրանից օրեր առաջ քեզ ասել էին, որ սեպտեմբերի 27-ին առավոտյան սկսելու է պատերազմը։ Գիտեին բոլորը։ Իմանալով հանդերձ պատերազմի մեջ կարևորը վիրավորների կյանքը փրկելն է, ինչու էր ՀՀՊ բուժվարչության պահեստը դատարկ։ Ես տեղեկացնեմ, որ ձեզ պատերազմը սկսելու օրը 2 օր մենք պաշտպանության նախարար ունեինք։ Նույնիսկ Հայաստանում չէր։ Ամբողջ ազգով խանութներից ժգուտ բինտ էինք հավաքում, սփյուռքը մեռավ ուղարկելով։ Ու այդ ուղարկած բաներն էլ վերջում 6 տարի հետո տանում են թափում են Զիբիլանոց։ Ու դա բացահայտողի բանտարկել են։ 7 իմանալով վերած պատերազմի մասին ինչ հանձնարարություն եք տվել ԱԳՆ-ին ու փոստատար դեսպաններին, միայն չասեք դա պետական գաղտնիք է, քանի որ ոչ մի բան չարեցիք։ Ամենատարականը, լավ չասեմ, դուք հասկացաք եւ գիտակից եք։ 8 Արայիկ, դու եղել ես Արցախի վարչապետ շատ կարևոր տարիներ։ Ինչ արեցիք Արցախի պաշտպանությունը բարձրացնելու համար։ Փաստացի ոչինչ։ Հեկել ավելացեցիք խորհրդության վրա, որոնք այսօր պատրաստ վիճակում հասնելու են ազերիներին, որոնց դիմաց ինքը միլիարդները ստացել արդեն Հայաստանի պետությունից։ Խնդրում եմ գոնե մեկ անգամ տղամարդ եղեք ու արեք ներողություն խնդրեք ժողովրդից, մնացածը կխոսենք եւ մեր զինվորականները հայկական դրոշի նորից կբարձրացնեն Վարանդայում Վազգեն Պետրոսյան արևելագետ։ Սրանք ուղիղ մեղադրանքներ են։ Սրանք ուղիղ մեղադրանքներ են Փաշինյան Նիկոլին ու բոլոր նրանց, ովքեր աջակցում են Փաշինյան Նիկոլին, բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այս ամբողջ համակարգված դավադրության մեջ։ Հա եղել է համակարգված դավադրություն։ Որովհետև սրա մասին իմացել են բոլորը, ԱՑ-ից սկսած մինչև զինվորական հետախուզություն։ Բոլոր զինվորականները բարձրաստիճան իմացել են եւ պատրաստել են զորքը կոտորվելու եւ Հայաստանում եւ Արցախում։ Որ սա հաղթի։ Армения, она не должна и дальше быть инородным телом. Հասկացաք։ Հայաստանը պետք է դադարի գոյություն ունենալուց նա օտար մարմինա մաշկի վրա։
Նիկոլ Փաշինյան ընտրողներ, դուք պետք է դադարեք գոյություն ունենալու։ Դուք օտարածին մարմին եք, դուք հասկանում եք։ Ու սա իրականացնում է Փաշինյան Նիկոլը ձեր ձեռքով։ Ու դուք ուզում եք ես ձեզ վերաբերվեմ որպես նորմալ մարդու։ На теле Кавказа. Она и так пришла сюда позже всех. Եվ հորդաներ են եղել, մոնղոլ թաթարներ են եղել, եկել են, գնացել են, խառնվել են, մենք են գաղթել, մեզ են գաղթեցրել եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց հասկանում եք, եւ այս տրամբան, բայց այս տարածքում եղել են պետություններ։ Հասկացաք, դուք հասկացաք ում եք ընտրում։ Դուք հասկանում եք դուք ում եք, այս տարածքում եղել են պետություններ։ Մենք են գնացել եկել են մողոլ թաթարներն են գնացել եկել մեզ գաղթեցել են մենք են գաղթել ես մեր երկիրը չի այս տականքի երկիրը չի դուք հասկացեք սա ատելով ատումը հայ մարդ հայ մշակույթը ինքը թուրքի ծնունդ է դուք հասկանում եք դու սա ծնունդը չգիտեք չէ պատմությունը լավ գործողություններն եք տենում լավ պատմությունը չգիտեք դու գործողություններն չեք տենում Ալիևի խոսքերի ուղիղ կրկնությունը Այս տարածքը երբեք չի եղել, որ ընդհանրապես ոչ մի պետություն գոյություն չունենա։ Այստեղ եղել են պետություններ, բայց ոչ հայկական պետություններ։ Լսեցիք ուր է մեզ տանում սա։ 1000 տարի դուք պատկերացնում եք այդ ինչա։ И армянское государство было создано искусственно на тех землях, которые им исторически никогда не принадлежали. Но я много раз говорил, как Азербайджанская демократическая республика передала Ереван Армении. Это же исторический факт. 29 мая 18 года. Լսեցիք Նիկոլ Փաշինյան ընտրողներ հիմա լսենք այս անասունը ինչ է ասում։ Տարածքում այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում 1045 թվից այսօր իջև 1918 թիվը պետություն չի եղել ժողովուրդ հայկական պետություն չի եղել Հասկանում եք դուք հիմա ում եք ընտրում Դե ընտրեք ընդունեք որ դուք օտարածին մարմին եք Գաղթած պրիշիկը գիտեք ում է Արա գոնե պրիշիկ բառից վատ զգացեք ձեզ էլի ձեզ կան ինչ ասես ասում ենք դուք ոչի բանից վատ չեք դու Պատկերացնում եք День после объявления о создании республики Ереван был передан, и причем во время дискуссий там депутаты значит, законодательного органа от Еревана были против, но их мнение никто не учел. Вот так вот взяли и отдали Ереван. Որովհետև փաստա մենք չենք կարող ասենք Հայաստանի Հանրապետությունում հիմա է որ 90% հայությունն է Նախկինում երբեք 90% հայություն չի եղել Հիմա ոչ չասեմ սան ուղեկցող սան աջակցող հայվաններ սա ձեզ էլա վերաբերվում Ախր հայվանը սա վիրավորակ չի է սա ձեզ բնորոշում է հասկանում եք Սա դուք այն կենթանին եք, որ որոճելով, իրանք սենց է չեն ճանում, այսենց որոճելով խոտը, գլուխը կաղ, գնում եք կարապնարան, դուք գրողի ծոցը որ գնում եք, արա մեր երկիրն եք տանում ձեր հետ։ Ձեզ ոնց վերաբերվենք մենք լուրջ, ոնց ձեզ վերաբերվենք հարգանքով։ Ընդհանրապես այս տականքին լուրջ ընդունողին ոնց դու կարող ես վերաբերվել հարգանքով։ Չնայած Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Տիգրան միշտ եղել է Google Maps-ի քարտեզում որպես քյարքի եւ դրանով փորձեց փակել այդ հարցը։ Սուտ է խոսում, ամեն ինչ խափում է, ամեն ինչ սուտ է խոսում, բայց սա կարող է հասկանա բացառապես բանական մարդը։ Բնությունով անասունի սա տրված չի։ Ցավոք տրված չէ, ինչ ասեմ, ես կուզենայի, որ իրանք էլ հասկանային, բայց եթե իրանք շարունակում են նույն ճանապարհով գնալ, ասենց իրար հետևից, ասենք ինչ ասում են։ Ես կատարեցի իմ ուսումնասիրությունները եւ հետեւությունը նաեւ կասեմ ձեզ վերջում։
Ուրեմն աշխարհում երկրորդ օգտագործվող քարտեզը դա Apple քարտեզը, Apple Maps-ը, որը օգտագործվում է ամսեկանի մասին է խոսքը 1 միլիարդ մարդու կողմից։ Երկրորդ ամենաօգտագործվող, երրորդ ավելի շուտ, ամենաօգտագործվող քարտեզի, այսպես ասած, էկոհամակարգը դա Bing-ն է, Bing Maps-ը, որը օգտագործվում է կես միլիարդ մարդու կողմից ամսեկան։ Եվ նաև դրան հետևում է OpenStreetMap-ը։ Ուրեմն ինչ է տեղի ունենում, ձեզ բացատրեմ։ Apple Maps-ը ընդհանրապես չունի գրված ոչ Տիգրանաշեն եւ ոչ էլ Քյարքի, եւ այդ մասը ընդհանրապես որպես անկլավել չի նշված Apple Maps-ում։ Բայց Apple Maps-ը նաև ունի մի այլ կարևոր նրբություն։ Apple Maps-ում դուք կարող եք գտնել Ստեփանակերտը անգլերեն տառերով։ Խանկենդի չկա։ Ճիշտ է, Շուշին գրել են Շուշա, բայց Ստեփանակերտը հայկական է գոնե այնտեղ։ Հիմա ձեզ ասեմ Bing-ի մասին։ Bing-ում, Bing քարտեզում Տիգրանաշենը գոյություն ունի։ Չկա Քյարքի, բայց Տիգրանաշենը նշված է։ Եվ որպես անկլավ չի նշված, հայկական է։ Կես միլիարդ մարդու կողմից օգտագործվող քարտեզ է ամսեկան։ Իսկ ինչ վերաբերվում է արդեն մյուս տասնյակ միլիոնների կողմից ամսեկան օգտագործվող քարտեզի կողմից, OpenStreetMap-ի կողմից, ապա Տիգրանաշենը այնտեղ գրված է հայերեն եւ Քյարքի չկա։ Հասկանում եք, որ ամեն ինչն է սրա սուտ։ Արա, էսի սուտ ածնվել։ Սրա ծնվելն էլ է սուտ։ Սան, եթե դուք ժամ եք հարցնում, ինքը ժամը ասում, էդ էլ է սուտ։ Սրա ամեն ինչն է սուտ։ Ու ոնց կարելի է սան հավատալ ու աջակցել, եթե դու վերջնական տականք չես։ Վերջացած տականք լինելը նույնիսկ բավական չի սրան աջակցելու համար։ Դուք ինչի դիմաց եք սա անում։ Ինչի դիմաց եք դուք ձեր տունը քանդում մնացած մարդկանց հետ։ Մնացած մարդկանց տների հետ ինչ եք քանդում արա դուք ձեր տունը։ Ձեզ ոնց մենք այլ ձևով բացատրենք, հասկանում եք։ Գրողի ծոց է դեմոկրատիան։ Բայց այդ դեմոկրատիան ձեր նման հայվաններին ընտրելու իրավունք է տվել։ Եվ հիմա այդ շերտը կարող է որոշի մեր ճակատագիրը։ Մարդ այդ շերտը, այն շերտը, որին կարելի է անվերջ խաբել, ու այդ անասունը չի հասկանում, որ իրան խաբում են։ Այդ շերտը տենց է, հիմա մենք ինչ կրակն ենք ընկել, արա ձեր ձեռը։ Ոչ դուք ոչ ուղեղ ունեք, ոչ բարոյականություն եք, ոչ հիշողություն եք, ոչ արժանապատվություն եք, ոչ ազգային գիտակցություն ունեք։ Մենք ինչ մտք ենք գործել դրա համար։ Այսօր այգեզոնում տշել են անառակի զավակներին, նայեք։ Արա սենց պետք է մի սանց ընդունելությունը բոլոր տեղերով, ովքեր այդ գլխարկից դնում են, դրանք արդեն նույնա ոնց որ Ադրբեջանի դրոշով լաչակը կապեն գլխներին։ Ծայրից ծայր դրանց կարելի է մեր ու հետ հայոյել, ծայրից ծայր, կապ չունի ինքը հասկանում է ինքը ինչ անում, թե չէ։ Ինքը հասկանում է, դրա համար փող է ստանում, ինքը դա անում է։ Հասկանում եք, վարձկան եկել է մտել է ձեր տուն, ձեր ունեցածը ձեզանից խլում է։ Ասում է, որ դուք ընդամենը մի հատ պրիշիկ եք այս տարածքում, դուք պետք է վերանաք, ձեր ճակատագիրը որոշված է արդեն։ Ու սրանք դա իրականացնում են։ Այս ավտոբուսը ոչ մի տեղ չպիտի կանգնի։ Կանգնելուց պետք է թուքումուզ ուտեն մենակ սրանք։ Եթե չեն ուտում այդ թուքումուզը, ուրեմն այդ տարածքում տղամարդ չկա։ Տղամարդ, արժանապատվություն ունեցող տղամարդ չկա ուղղակի։ Որովհետև են որ իջնում են ավտոբուսի, դրանք անսեր, անհայրենիք, անառակի զավակներ են, դրանք մարդել չեն։ Եկել են ձեր տունը, ձեր երեխեքին, ձեր կանանց, ձեր ձեռից խլեն տան թուրքին։ Արա դուք ոնց եք սրանց դիմավորում։ Չեն էլ թաքցնում, պարզ ասում են, դուք պատկերացնում եք ինչ է նշանակում Տիգրանաշենը տալ։ Հիմա այդ Տիգրանաշենից վերև ապրող այդ բոլոր տարածքները, Վայքով, Գորիսով, Մեղրիով, չգիտեմ ընդեղ ինչքան Սիսիանբան, այդ բոլոր տարածքները դուք անցնելու եք թուրքի ձեռ, արա։ Այդ տարածքում այդ աշխատող ապրող այդ ոստիկանները, то չգիտեմ գյուղապետ, արա դուք հայվան չեք։ Դուք մնալու եք թուրքի տակ, դուք չեք հասկանում ինչա ձեր հետ։ Դուք գիտեք ինչա նշանակում, հասկանում եք այդ ճանապարհը փակել ինչա։ Այդ ճանապարհը մենակ այդ գյուղ տալը չէ։
Այդ ջուրը կտրված է։ Նշանակում է այդ ջուրից միջև Նախիջևան անցավ Ադրբեջանի, այդ ճանապարհն էլ է դուք մոռացեք։ Այդ ոնց որ մարդու ազանոթներից անոթներից ամենակարևորը փակեն այդ սիրտը, ինչքան կպայքարի։ Այդ մարմինը ինչքան կարող է առողջ ապրի։ Դա ընդհանրապես մի process-ն է, process-ի մի մասն է։ Թուլանալով այդ ջուրերը դատարկվելով էս էլ դատարկացնում է 250 դպրոց է փակելու ձեր տարածքներում։ Հետո էլ ասում է, հետո էլ ասի, ծունը չկա մատակարարում, գիտեք, այդ ում է պետք։ Այդ այնքան էլ Հայաստան չի, դե այդտեղ ով ինչ ասես ապրել է։ Այն ինչ որ արեց Արցախի հետ, դա դուք ինչով եք լավը։ Հասկացեք, սրա նպատակը դա է։ Սրա վրա դրված խնդիրը, որ պետք է իրականացնի, դա է։ Սրանից վերև ընդ է գալիս է Վայք, չգիտեմ, Սիսիան, Գորիս, միջև Մեղրի։ Ով է տարածքում սրան ձայնա տալիս, ինքը ձայնա տալի, որ տունը գան խլեն իրենց։ Այսաղ տարածքում աշխատող ինչքան վագոնավոր գիտեք, դրանք իրենց եւ ձեր բոլորի թշնամիներն են, ասենք առաջին ուդարը դուք եք ուտելու, առաջին հալվածը, վերջին նոր Երևան։ Ես ասում եի, չէ, սրանք մի բան պետք է ասեն, Թուրքիայի սահմանը չի բացում, հիշում եք, որ եկավ Արաբատ Միրզոյանը սպասած ականջին թուրքերը բացելու են։ Դա պետք է Գյումրի Ղարս ճանապարհը բացվեր Արարահաձերբախտից։ Չբացվեց, իրանք էլ ասին, միջև դու սահմանադրությունը չփոխես, չի բացվելու։ Սահմանադրությունը դեռ փոխես, չի բացվելու։ Միջև այս երկիրը կա գոյությունն է, սահմանը չի բացվելու։ Այդ բացվելու է սահմանային ժամանակ, եւ որ էլ Հայաստան չի լինի։ Հիմա տեսան ոչ մի բան չի լինում, հայտարարում են մեր հաջողություն, ախալքալակ կаз երկրին այլևս բաց է Հայաստանից արտահանումների համար։ Հայաստանից արտահանում դեպի ուր։ Կամ այդ ախալքալակ Ղարսը այդ երբ է փակ որ նոր պետք է բացվի Հայաստանից բանը արտահանումների համար։ Բան չի չեք ասում, որ սա Բաքու Թբիլիսի արտահանը ախալքալակ Ղարսն է։ Ամբողջ ազգան բան ասեք, էսի վաղուց կա այս գիծը։ Ու այս գիծը շրջանցում է Հայաստանին, էս է գիծը։ Հայաստանը նայեք այս գիծը։ Հայաստանը ընդհանրապես դրա հետ կապ չունի։ Ու ոչ մի գիծ էլ չունի, որ գնա միանա անդեր, որ միտեղ դատարկվի, հետո միանա այդ գծին ինչ որ միտեղ գնա։ Գնա Ղարս, Ղարսից դեպի ուր։ Ոնց ասեն Գյումրիից պետք է մտնի, այս գիծը սարքել են շրջանցելով Հայաստանին։ Այս գիծը միշտ էլ եղել է։ Այդ ձեր հաջողությունը ո՞րն է այդտեղ։ Բայց իրանք քանի որ վստահ են, որ իրանք հետևորդը հայվան է, ասեք իրեն մեկ է իրար հետ ինչ են անում։ Ինքը ամեն ինչ ուտողը հայտարարում է դրա մասին։ Որպես ձեռքբերում։ Լավ ասենք իրանք են անասուն, իրանք ու վստահ են, որ հաստատ մենք դնելու ենք, նայելու ենք քարտեզը, ասելու ենք այս ամեն ինչը, բայց իրանք խնդիր չունեն դրա հետ։ Կարևորը որ իրանք հոտին կերակրեն մի բանով։ Դուք հասկանում եք, այն օրը մեկը իմ դասախոսներից գերեց հարմարա զանգեմ, ասի զանգեք, իհարկե խնդիր չկա։ Ես զանգեցի մի անգամից, խոսեցինք, այս կողմ, այն կողմ հազիվ էր խոսում, դե տարիքով կին է արդեն։ Ասեց, Վարդան ջան, բա մեր վերջը ոնց է լինելու։ Ասի, այս արդեն մեղավորի է այս կողմ, ասի, դե մենք ամեն ինչ անում ենք, որ լավ լինի։ Ասեց, երբ մենք սեց անասուն դաղանք, որ ասեց անասուն, ես հասկացա, որ մենք փչացել ենք որպես ժողովուրդ, որ այս բառը այնքան նորմալ է դառել մեր համար։ Մեզ բերեցին այդ վիճակին։ Մեզ բերեցին այդ վիճակին, որ իմ տարիքն առած հազիվ խոսացող դասախոսը, փայլուն մասնագետ, մեծ մարդ, բառը օգտագործում, որ կյանքում չէր օգտագործի, ես չեմ լսել այս բանից։ Մենք որ ուշանում էինք, կարմրած էինք մտնում դասի, 1000 անգամ ներողություն խնդրելով, որ նենց անենք, որ հանգած սենց սպտուն չգա դասի ժամանակ, պատկառելի կին էլի, ու ինք այդ բառը օգտագործեց, ես հասկացա, որ մենակ ես չեմ ես աղետավեր, աղետային վիճակում, որ ես
հաճախ եմ այդ բառն օգտագործում, որ ինձ դուր չի գալիս։ Սրանք մեզ բերեցին այդ վիճակին։ Սա բարոյական անկում է։ Ես համարում եմ սա բարոյական անկում։ Բարոյական անկում է, որ ես այսքան հեշտությամբ եմ այդ բառը ասում, բայց ես հասկացա, որ մենակ ես չեմ այդ վիճակում։ Ես ինչի բերեցիք դուք այս անցքինը։ Սա ինքնապաշտպանության է, այսինքն մարդ որպեսի հայոյանք չտա մի բան պետք է ասի, որպեսի կարողանա իր մոտեցումը բնորոշելու, ներկայացնում մի բառ պետք է օգտագործի, ասում հայերենը աղքատ է, էլի, հայերենը չունին այս մի հատ բառ, ոսենց համապարփակ, այսօր կա այդ բառը, այսօր Նիկոլ Փաշինյանն է, այսօր կա, էլի։ Ժամանակ ամեն անգամ որ ասում եմ այդ բառը, ես ցնցվում եմ, այդ հասկանում եմ, արա սրանք բերել են մեզ, դարձել են աննորմալ։ Ուսենց իրանց այդ հոտին կերակրում են, իբրնի ձեռք բերում են։ Ախը մենակ սա չէ, GPS-ն է, սա դու նայեք։ Հիմա էլ ամենաուշը 2 տարուց մենք կունենանք Հայաստան Եվրամիություն վիզաների ազատական ասած վիճակ։ Բավոնց, կասկածում եք։ Բա դու կասկածում եք, չեք կասկածում ես մարդու վրա, ինչ ասելը ճիշտ է արել, չէ։ Ինչ ասելը ճիշտ է եղել միջև հիմա։ Խեք ո՞ս կարող եք այս ոսկի մարդու ասածների վրա կասկածել։ Երեք մի հատ հայվան էլ կար, չէ, ասեց խոսած, որ ինքը Նիկոլին ընտրելու, որ ազատականացվի վիզաները, որ իրան գնան Եվրոպա իրանց բարեկամներին տեսնեն։ Դա չասես դա նայ, հայվան։ Անուղեղ հայվան, ինչ ասես։ Հա, գնա արած яра, քո գործ արածելն է, գլողին թե քո երախուն չէին մորթում ես նոր։ Հա։ Գերոն չես կարող ասես։ Խափում է, ինչ ասես ասում է, որովհետև ինքը ամբողջ կյանքում է տենց ասել։ Ինքը ոչ մի անգամ իր ոչ մի ասացին պատասխան չի տվել։ Երեք հայտարարեց, որ հուլիսին բանն է, չէ, system down-ն է գալու։ Սերժ Թանկյանն է երգելու։ Այսօր վախեցած հեշկել են։ Չկա տեսպա։ Ինչ ուզում երբ ուզում ասում է։ Սրանք որ նոր են եկել իշխանության 18 թվին գոռում էին, մեր տնտեսությունով զբաղվելու է աճեմողլին։ Աճեմողլուց կիպա տեղը չէր։ Այդ մարդու հետ ոչ խոսացել էին, ոչ պայմանավորվել էին, ընդհանրապես կապ չուներ սրանց հետ, բայց իր անունն էին տալիս։ Հա։ Ոնց որ ասենք Աբաջանի fake պապիկը մի դերասան էին բերել, որ այդ Աբաջանի պապանից խոսար։ Դուք սրանք սահմաններ չունեն իրանց ստերի մեջ։ Դե սրանք ծնունդով պիղծ են։ Ծնունդով պիղծ հասկանում եք, իրանք չունեն սահմաններ։ Մենք մեր ասած անասուն բառի համար վատ ենք զգում։ Սրանք սահմաններ չունեն, ոչ մի բանի համար վատ չեն զգում, ոչ հայրենիքի կորուստի, չնայած հայրենիքը դի մեր համար այդ իրանցը չի։ Իրանց համար տարածք է, էլի գնացել եկել են։ Ոչ այդքան սպանված երեխեքի, դա ինչ եք դարդանում, գնալ երեխա չունեք, գնացեք ուրախացեք։ Իրանք սպանվել են, որ մենք անկախություն ունենանք։ Սս նայում ես ծերից ծեր սուտ, ծայրից ծայր։ Ու սրանց հավատացողներին, բա ոնց ասես, ինչ ասես։ Բայց ես սանց լսեք հələ սան նայեք, եթե սա հայ տղամարդն է, ժողովուրդ չէ, ուրեմն մեր երկիրը մեռել է։ 44 օրյա պատերազմի դրությամբ Ադրբեջանի հարձակողական զենքերի 85%-ը Ռուսաստանից էր մատակարարվել։ Այդ ինչ է, մենք 2020 թվին հակառուսական երկիր էինք, որ տենց բան էին արել։ Այս մոլորակի Հիմա այս թուրքի ծնունդներին որ խոսում են, նոր իմացաք այ հայվաններ։ Բա 2020 թվականից հետո դուրս գայի հապկից։ Իրանք դուրս չեն գալի հապկից, որ ամեն ընտրության ժամանակ էդի ասեն։ Որ ասեն ընտրություն, Ռուսաստանը մեզ զենք չի տվել։ Մենք գիտենք, որ դուք նաև դուք չեք գալի հապկից, ուսեն ձեզ լավ է։ Ու ասեն, որ դուք ոչ միայն զենք հա տվել ադրբեջանցիներին, մեզ տված զենքերն էլ դուք չեք վերցել, մենք էլ գիտենք։ Տված օգնությունները տալել եք Զիբիլանոց, Աղբանոց, մենք էլ գիտենք։ Այ անառակի զավակներ։ Դուք ինչքան կարաք նույն շարմանքեն պտտացնեք։ Ես որ ասում եմ Ռուսաստանը, Ռոբիկը,
այս Սամվել Կարապետյանը, սրանց լավագույն գործիքներն են, սրանց վերարտադրման համար, այս թուրքի ծնունդների համար, լավագույն գործիքներ են։ Դա համար էլ իրանք այտենց էլ որոշել են, որ ընտրությունը պետք է լինի իրա ու իրա մեջ։ Հիմա ամբողջ մեդիան դրան է։ Իբր ընդեղ եւս 16-17 բան չկա, ուժեր չկա։ Մենակ իրանք։ Սրանց մասին լավ խոսք ասում եմ, մորը պիտի ճանաչել իր որդու հայրենասիրությամբ։ Հիմա սրանց մայրերին եմ ասում։ Ես անց որ նայում եմ, ձեր մասին ոչ մի լավ բան չի ասում։ Ներող Տիկին Խարատյան, այդ ես չեմ ասում ես։ Ներող։ Ես հասկանում եմ, որ դուք պատասխանատվություն չեք կրում ձեր զավակի համար, բայց սենց ստացվեց։ Սենց ստացվեց։ Մեր այս աղջկան լսենք։ Ռադը քաշի, համբալին է, թանգես, թանգես, ես Ղարաբաղի պսևդոելիտաները, որ ռադն են ստեղից գնան ընտանա։ Դրանք գողներ մերեն խեքի տեղը, ատուրոսը տանն են, պալանչի աննասուններ, դուխ ես կենթանի, դուխ ես կենթանի, որ մյատել 5,000 զոյի մասին է խոսում, այդ կատան, Ասեցինք, հարա, ուժասպառ է դեղե Ալիևը, չկարողացավ բոլորին սպանել։ Ես հասկանում եմ ձեր նպատակով սպանելն էր։ Դու այլ ասեցիր, քիչ զոհեր պետք է, քիչ զոհեր ունեն, պետք է ասեին դավաճան։ Մենք շուտ կարող էինք կասեցնել, բայց այդքան զոհեր չէր լինի։ Գնանք առաջ լավ։ Ես կենթանի, դուք ինչ եք կենթանի, որ մյատել եք էլի 50,000 զոհ ասում, դուք ինչ եք զոհերի մեջ չեք արա, սպտունները Ես որպես ՀՀ քաղաքացի Անի Հակոբյանյան կապանից ուզում եմ ներողություն խնդրեմ բոլոր այն մարդկանցից, ում այս անձը երբևէ վիրավորել է, զուտ ինչա թե իրանք Արցախից են, որովհետև ես ունեմ Արցախից ընկերներ, մոտ մարդիկ, որոնք չպիտի այս ամենը լսեին, որոնց մասին այս ձևով չպիտի արտահայտվեին։ Ես ուզում եմ, որ այդ մարդիկ արդար, բարի, լավ իմանան, որ Հայաստանում բնակվող նորմալ մարդիկ իրենց մասին չունեն այս կարծիքը։ Մենք ձեզ սիրում ենք, բայց քանի որ խոսքը գնաց Արցախի մասին, ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ Արցախ, Գյումրի, Սյունիք, մաղետ ամեն ինչ կապ չունի։ Մենք բոլորս հայ ենք։ Ինչ կապ ունի ով որտեղից է։ Այս վարչապետը ձեզ գուցե պրովոկացնի, գուցե ասի ինչու չմեռակ եւ այլ անասուն բաներ, բայց իմացեք, որ adekvat մարդիկ ձեզ հետ են։ Եվ ես եւ մնացյալ մարդիկ Զգացիք էլի նույն բան քարավ, էլի նույն բառը ցրավ։ Ինչքան նորմալ է դարել ու տարածված է դարել սրանց վերաբերյալ խոսելուց այդ անասուն բառ ասելը։ Նիկոլացիներ հասկանում եք դուք ինչի եք վասուսացվում։ Սա ես չեմ, սա իմ դասախոսը չի, սա այս աղջիկը չի մեղավոր, արա մենք մեղավոր չենք արա։ Մենք ոնց մտածում ենք բոլորիս լեքսիկոնի վրա նույն բառն է ձեզ վերաբերյալ, դուք հասկանում եք, որ դուք իրոք անասուն եք, դուք չեք կարող անասուն չլինեք։ Դուք անասուն չլինելու շանս այլևս չունեք, որովհետև եթե չլինեիք, դրա կողքին չեք լինի։ ուրախ եք, որ դուք չեք մեռել, որ դուք այստեղ եք, որ դուք կարող եք մեզ հետ աշխատել, սովորել, ուրախանալ, տխրել։ Դուք մեզ պետք եք։ Խնդրում եմ իրան մի լսեք։ Չեմ հասկանում, չկա մի մարդ, որ այս մարդուն ասի, որ դու արդեն տենց, որ այս վիդեոն ոչ թե ինչ-որ հեյթ է ներկա իշխանության հանդեպ և սեր նախկին իշխանության հանդեպ, այլ համատարած ատելություն ներկա նախկին իշխանությունների հանդեպ։ Ես զզվում եմ Նիկոլից, զզվում եմ Քոչարյանից, զզվում եմ Սերժից, զզվում եմ Լևոնից, բոլորից զզվում եմ։ Իրանք բոլորը իմ համար, բայց կներեք, ինձ համար տենց են։ Ես չեմ սիրում իրացից ոչ մեկին։ Ես ուզում եմ, որ բոլոր հայերը նորմալ լինեն։ Իմացեք, որ մենք նույն մարդիկ ենք, հայ ենք, ինչ կապ ունի արցախցի, երևանցի, կապանցի, գյումրեցի, հայ ենք։ Ցավոք տարական բան ամեն ինչ բոլորին չի որ տրված է։ Մի հատ այս մասին լսենք հոգեբան ինչ ասում։
Հարցնում էիք, այս մարդը ինչի է անընդհատ հարձակվում հենց կանանց վրա, որովհետև կանանց օրինակ ինքը կարա համարի ավելի թույլ ու ցածր։ Խնդիրը կարա կապված լինի նաև ինքնագնահատականով։ Նաև ավելի ապահով է, քան տղամարդկանց վրա հարձակվելու պարագայում։ Տղամարդկանց վրա հարձակվում այն ժամանակ, երբ որ դիմացին արդեն տարել են եւ ինքը շրջապակված է իր ենիչերիներով, էլի։ Գնահատականի ու մանկական տրավմաների հետ, ու եթե փորձենք հիլ ու ցածր։ Խնդիրը կարա կապված լինի նաև ինքնագնահատականի ու մանկական տրավմաների հետ, ու եթե փորձենք հիշել, կհասկանանք, որ բոլոր մանյակ փսիխոպաթները, գրեթե բոլոր, շատ ծանր ու դաժան մանկություն են ունեցել, այսինքն ինքը տանը կամ տեսել է բռնություն մոր հանդեպ, կամ այդ բռնությունը կիրառվել է իր հանդեպ։ Այդ բռնությունը ինքը կարող է տեսած լինել նաև շրջապատի կողմից, կուտակված ագրեսիան հավաքվում է, հետո մենք տեսնում ենք արդեն մեծահասակի, հիշեք ձեր շրջապատում, լիքն են այդպիսի մարդիկ, ովքեր որ սկսում են նեղացնել ու վատ վերաբերվել երեխաներին, կենդանիներին ու կանանց, այսինքն իրենցից ավելի թույլերին։ Ագրեսիան նաև օգտագործվում է այն դեպքերում, երբ մարդը ունի ճնշելու, վախեցնելու ու դոմինանտելու ցանկություն։ Կանանց հետ ունեցած նախկինում տրավմատիկ փորձառությունները, որտեղ մարդուն ճնշել են կամ ցածրացրել, որոշ անձնային ու հոգեկան խանգարումներ, որոնք կարող են սրացնել այդ ագրեսիան։ Նաև սեփական էմոցիաները կարգավորել չկարողանալը, որտեղ օրինակ անլիարժեքությունը կարող է արտահայտվել ագրեսիայի տեսքով։ Իսկ պակաս դիպուկ չի նկարագրել Զադուհին Փոսնանջյան։ Հիշում եք, չէ՞, միտինգի ժամանակ անկապ սես Զադուհու հասցեին ինչ-որ հիմար դուրս տալ։ Զադուհին պարզ պատասխանում է, իսկ երբ երկրի իշխանության ղեկը գտնվում է մի անձի ձեռքին, ով անցյալում սերտ առնչություն է ունեցել քրեական ենթամշակույթի հետ եւ տարիներ առաջ մեծ սարսափ ու հոգեբանական տրավմա է տարել կոշի քրեակոտարական հիմնարկում ու իրեն կզծնելու, չոքացնելու եւ համապատասխան տեղը կոխելու իրական սպառնալիքներից, ապա ենթագիտակցական այդ վախերի հանրային պրոյեկցիան դառնում է անխուսափելի։ Այսօր նրա սեփական անցյալը հիշելով փորձեց վախեցնել իր իրական հակառակորդներին, ինչը վկայում է հոգեբանական կատարյալ փլուզման մասին։ Այո, այն ինչի մասին ինքը խոսում է, դրա մասին դրա միջով ինքը անցել է այդ բոլոր իր ասած կզծնելու, չոքացնելու, համապատասխան տեղը ինչ-որ բան մտցնելու, անձնական պրակտիկա չունենալ այդ գիրքը չէր գրի, հասկացեք, այդ գիրքը ամբողջ իր մասին է, եւ դա կրողը, այդ հոգեվիճակը, այդ մշակույթը, այդ արժեքները կրող այսօր Հայաստանի Հանրապետությունն է ղեկավարում եւ ունի մի հատ շերտ իր կողքը կանգնած, որ իրեն ասում է դու իմ վարչապետն ես։ Ասում են Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցն է փակվում։ Բա ես կարծում եմ հաջորդ քայլով Գուրգեն Մարգարյանի դպրոցի փոխարեն կբացվի Ռամիլ Սաֆարովի անվան դպրոցը։ Դու գիտեք ինչ է, պատահական է փակվում։ Հայաստանում ոչ մի բան պետքա չհիշեցնի թուրքերին, ոչինչ։ Եղաբալուդից սկսած մինչև Ծիծեռնակաբերդ։ Դուք Նիկոլ ընտրեք։ Եվս 3 անչափահասի նկատմամբ մանկապողջության դեպք է բացահայտվել Էլի Արարատի մարզում։ Ժողովուրդ օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Արտաշատ համայնքի 18-ամյա բնակիչ Ռ. Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 12 տարին չլրացած 3 անչափահասների նկատմամբ կատարել է անառակաբարո արարքներ, բայց ամեն ինչի մասին հերթով։ Վեդի մոտ 1 ամիս առաջ աղմուկ հանած մանկապողջության դեպքը դեռ քննության փուլում է։ Հիշեցնենք, որ անչափահաս 2 քույրերի նկատմամբ 58 եւ 65-ամյա տաքսովարորդները անառակաբարո գործողություններ էին կատարել եւ մնացել անպատիժ մինչեւ հանրային մեծ աղմուկը։ Արնդու լրատվականը գրել էր, որ նոր թափ հավաքած քննության ընթացքում իրավապահները կասկածներ ունեն, որ բացի 2 քույրերից էլի են եղել անչափահասներ, որոնք տուժել են նույն վարորդների կողմից։ Այս մասով դեռ այլ տեղեկություններ չկան։
Միայն հայտնի է, որ Արարատի մարզի իրավապահ մարմինների մարզային եւ Իբեդու քաղաքային կառույցների ղեկավարները դեպքից հետո ազատվեցին պաշտոններից, իսկ ակսուբարոտ ենթադրյալ մանկապիղծներն արդեն կալանքի տակ են։ Նույն ժամանակահատվածում ելի մանկապղծություն է եղել։ Ժողովուրդ օրաթերթը պաշտոնական դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակիչ Ռ. Նացականյանը հանդիսանալով 18 տարին լրացած անձ 2026 թվականի փետրվարի 10-ին նպատակադրվել է 16 տարին լրացած անձանց նկատմամբ կատարել անարակավարու արարքներ։ Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով 2026 թվականի փետրվարի 10-ին ժամը 10:45-ի սահմաններում գնացել է Արարատի մարզի Արտաշատ համայնքի հիմնական դպրոցի տարրական դասարանների աշակերտների համար նախատեսված սանհանգույց, որտեղ գտնվել են 12 տարին չլրացած անչափահաս 3 աղջիկներ։ Ռ. Մնացականյանը տարիքային անօգնական վիճակում գտնվող այն է 12 տարին լրացած 3 անչափահաս աղջիկների հոգեբանության վրա ազդելու նպատակով նախ նյութապես շահագրգռել է վերջիններիս, առաջարկելով 1000 դրամ։ Ապա սեռական բնույթի ցանկություն առաջացնելու նպատակով նրանց հետ ունեցել է զրույց, այն է առաջարկել է հիշյալ գումարի դիմաց մերկանալ, սակայն անչափահասները մերժել են։ Դրանից հետո Ռ. Մնացականյանը նշանակելով իր սեռական այլասերվածությունից մղված գործողությունները նույն նպատակով մոտեցել է սանհանգույցի ներսում կիսամերկ վիճակում գտնվող աղջիկներից մեկին, ինչից հետո աղջիկները վախեցած դուրս են եկել սանհանգույցից։ Այդ կերպ Ռ. Մնացականյանը հանդիսանալով 18 տարին լրացած անձ 2026 թվականի փետրվարի 10-ին ժամը 10:45-ի սահմաններում տարիքային անօգնական վիճակում գտնվող այն է 12 տարին չլրացած 3 աղջիկների նկատմամբ կատարել է անարակավարու արարքներ։ Այս քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել եւ գործն արդեն դատարանում է։ Ոնց է 18 տարեկանը մտել դպրոց հետևողականորեն երկար ժամանակ, ասում մի անգամ չի եղել։ Դպրոցի աղջիկների սուքարանը, պատկերացնում եք ինչա նշանակում։ Աղմուկը, խոսակցությունը ու դա փետրվարին է եղել, մենք հիմա մայիսին ենք։ Ոչ մի բան։ Ասեք դրսից օտար մարդ 18 տարեկան կարա մտնի դպրոց, մտնի աղջիկների սուքարա, պարբերաբար, հլը նստի հետները խոսալ, փող տա, բան առաջարկի։ Սա հնարավոր է մենակ Նիկոլի Հայաստանում։ Ու չասեք Նիկոլի ինչ կապ ունի այստեղ։ Նիկոլի ինչ կապ ունի։ Այլասերել է ամբողջ համակարգերը, դպրոցներից սկսած մինչև գյուղապետեր, մինչև ամենակարևորը ոստիկանություն, որ իրանց գործերը թողած Նիկոլ Փաշինյանի իշխանությունն են սպասարկում, ավելի ճիշտ իրանց ապագայի խորտակումն են սպասարկում։ Ես չգիտեմ այս երեխեքը տուժողները ովքեր են, բայց շատ հետաքրքիր կլինի, եթե սրանք լինեն շատ պատահական ոստիկան երեխեք, կառավարությունում, գյուղապետարանում աշխատող երեխեք, ոսանք հասկանան, որ իրենց արածը գալու է իրանց դեմ։ Ես ասում եմ, ոչ մեկ ապահովագրված չի։ Դուք շարունակեք այս այլասերվածներին ծառայել, քանդել երկիր ու մտածել, որ դա ձեզ ոչ մի ձևով չի անդրադառնալու։ Մինչդեռ նման բան չի կարող լինել։ Հիմա սա լսենք էլ, հայ, հասկանանք, ովքեր են քանդում մեր տունը։ Ժորժան, այս մեկը դուք պետքա տեսնեք։ Ես չկարողացա համբերեի, որ երեկոյան սա ցույց տայի ձեզ առանձին։ Սա պետքա տեսնել։ Կողմ եք, որ վարչապետի թեկնածուները հոգեկան առողջության տեղեկակ ներկայացնեն։ Չէ, մեր պետության կողքին եմ եւ ընդունում եմ մեր իշխանության։ Նույնականից հասկացա, որ մասին է խոսքը, ով պետք է հոգեկան առողջության տեղեկակ ներկայացնի։ Չէ, պարտադի չի, ես հա ցերեկն եմ ներկայացել, ես այնքան եմ արդեն ծիծաղել այս բանի վրա, այդ ծիծաղս չի գալի։ Ես գիտեք այս բանը ինչի նայեցի։ Ես որ տեսա ինչ դեմքով է մոտենում։ Ցույց տայի ձեզ առանձին։ Այս դեմքով։ Ես որ տեսա այս դեմքով ասես նայում լրագրողին, ես հասկացա, որ ինքը հաստատ Նիկոլական է։ Ասում եմ, լսեմ ինչ է ասում էլի։ Փաստորեն Նիկոլականները գիտեն ով է գիժը։ Եվ իրանց համար պետք չի որ իրանք գժի թուղթ ներկայացնեն, այսինքն թուղթ ներկայացնեն, որ իրանք հոգեկան հիվանդ չեն, չէ։ Ինքը մեկ է իրանց ասիում։ Գիտի որ իրանք հոգեկան հիվանդ են, պետք չի որ դա հերքելու բաներ ներկայացնեն։ Իրան ձեռա տալի մեկը սրանց կողքին կանած է։ Հիմա սրանց ոնց ասես այդ տիկին։ Դուք գրողի ծոսը կներեք ուղիղ խոսքիս համար։ Իսկ մենք ինչ մեղք ենք գործել։
Ոչինչ, որ մենք չենք ուզում, որ հոգեկան հիվանդները մեզ ղեկավարեն։ Ոչինչ, որ սա ընդամենը հոգեկան հիվանդի ղեկավարել չի, սա մի ամբողջ պետության պետականության կործանում է։ Մենակ մի բանի համար, որ դուք համաձայն եք, դուք միևնույնն է այդ իշխանության կողքին եք կանգնած։ Սա պետք է տեսնել։ Կողմ եք, որ վարչապետի տեխնացուները հոգեկան առողջության տեղեկակ ներկայացնեն։ Չէ, մեր պետության կողքին եմ եւ ընդունում եմ մեր իշխանության։ Վերջ։ Նիկոլ, հասկացա իմ սա միջին վիճակագրական նիկոլականն է։ Թքած ունի ամեն ինչը, բացարձակ։ Ինքը գիտի, այսինքն միջին վիճակագրական նիկոլականը գիտի, որ Նիկոլը շիզոֆրենիկ է եւ բոլորը իր կողքի կանգնած։ Եվ դա իրան չի մտահոգում։ Ու ինքը դեմ է, որ իշխանությունները վկայական տան, որ իրենք շիզոֆրենիկ չեն, որովհետև եթե այդպես լինի, դեմ իշխանություն չի լինի։ Կերասեցի կսած։ Սանից լավ, դուք կարող եք իհարկե 1000 վերսիաներ գրել ես բանի։ Այսօր ամբողջ ցերեկ այնքան եմ այլ այնքան եմ գրել, այնքան եմ կարդացել, ցած հետ առաջ հազարներով բան ա գրվել, կոմենտներ կա սատակ, սա խայտարակություն է։ Այսինքն բոլոր նիկոլականները գիտեն, որ իրենք գործ ունեն շիզոֆրենիկի հետ, իրենց համար դա լավ է։ Այ իրենց համար դա լավ է, բայց մեր պետականության համար դա ողբերգություն է։ Ողբերգություն։ Մեր ժողովրդի կարծիքը։ Այսօր ես չեմ ուզում միջազգային նորությունների մասին խոսամ, անկեղծ եմ ասում, ոչ մի այդպես էական փոփոխություններ չկա մեծ հաշվով, որ ասեմ, այս բացի այն, որ Ռուսաստանը մեկ էլ որոշել է, որ Կիև նորից ռմբակոծի ու ավիրել է Կիևի կենտրոնը, Արիշնիկով։ Սերիական մարդասման են ասում, նա ռազմական հանցագործ է, պատերազմական։ Ինքը, Ալիևը, Թրամփը, Նետանյահուն, դրանք ռազմական հանցագործներ են։ Իրաց մեջ ոչ մի տարբերություն չկա։ Լսենք մեր հայրենակիցներին։ Հայրենիքը ծախեց հայրենիքը, մի գրչի ուժով ծախեց մեծ հայրենիքը, Հայաստան տարից, Հայաստան բառից մնացել է մի փոքր մաս, այսօր որով էլ գոռում գոչյունը գցելը առանց ամաչելու, ես կարամ բարձրաձայն ասեմ, գոռալով ասեմ, առանց ամաչելու ասում եմ, պատերազմ կլինի, այսինքն ես ձեզ վախեցնում եմ, որ եկեք ինձ ընտրեք, որ ես պատերազմ չանեմ, որոշ մարդիկ ովքեր իրա նման, իրա խելքին գնալով, չգիտես ինչից դրթվելով, գոռում են Փաշինյան են ուզում, որ պատերազմ չլինի։ Այսինքն հողերը տվեցինք, հիմա պատերազմ եթե չլինի, այն մնացած հողերն էլ կտամ, ժողովուրդ ջան, դուք խելոք մի փոքր տներ ունեք, այն էլ ապրեք։ Դուք նկատեցիք ինչ հետաքրքիր բառ օգտագործեց, առանց ամաչելու։ Ես այսօր խոսացել եմ, չէ՞, քանի անգամ դրա մասին, որ այո, ամոթի զգացողություն սրանք չունեն։ Իսկ դուք գիտեք, որ ամոթի զգացողություն կատարյալ զուրկ լինելը, դրանից դա հոգեկան շեղման ձև է։ Մարդ, որ չունի նման զգացողություն, դա անուն ուներ, այս պահին ուղեղս հոգնած անունը չեմ հիշում, բայց դրանք վտանգավոր տեսակ են։ Նրանք սահմաններ չունեն, նրանք շատ վտանգավոր տեսակ են։ Ու գիտեք, որ իր աջակիցներն էլ են նույն որակի։ Մարդիկ, որ ամոթ չունեն։ Նույնիսկ եմ ասում, աջակցելը, սա հայելային է, տես, ասեցին ոչ, ուզեիք, որ գժի թուղթ ներկայացնեք, թուղթ, որ ինքը խելար չի, ասես, չէ, ես վստահում եմ մեր կառավարությանը։ Հասկանում եք, որ ասենք իրանց համար այս սահմանները չկան։ Սա հայելային է։ Մարդիկ, ես վստահ եմ, եթե դուք ինձ չհամակրեիք ինչ որ առումներով, դուք ես հաղորդումը չէիք լսի։ Եթե իմ գաղափարներն, իմ տարածած արժեհամակարգը ձեզ հակասել, դուք չէիք լսի սա։ Ես չեմ ասում դուք ամեն ինչում համաձայն եք իմ հետ, բայց սա հայելային է։ Մարդիկ չեն կարող իրանց տհաճ մարդկանց հետ նույնիսկ 2 րոպեից ավել մնալ մի տարածքում, էլ չեմ ասում երկարաժամկետ աջակցել, թքած ունենալով ամեն ինչի վրա։ Ուրեմն նրանք այնքան նույն հաճախականության վրա են, որ պատրաստ են աչքերը փակելու ամեն ինչի վրա։ Հիմա հասկացաք, դրանք ինչքանով են վտանգավոր։ Այնքան ինչքան Նիկոլն է վտանգավոր պետականության համար, դրան աջակիցները այդքան վտանգավոր են իրենց ընտանիքների, իրենց շրջապատի։ Ես գիտեմ, որ մեծ դիտողների մեջ շատ են դες մարդիկ, որ իրենց ընտանիքում ունեն դա,
Սա ողբերգություն է։ Ուղղակի ես չգիտեմ ինչ ասել այս բaragam, ինչով մխիթարել։ Փաշինյանը Սյունիքն էլ հանձնելու։ Եթե չի հանձնե, անենց եմ ներվա, ես ընտրել եմ Փաշինյանին ու փոշմանել եմ քուրջը։ Փոշմանել եմ, որ ընտրել եմ Փաշինյանին։ Ես փոշմանել, բացահայտ կարող եմ ասել։ Ես իմ ընտրածից փոշմանել եմ։ Այս ինչ գալատ է։ Փաշինյանը Սյունիք։ Դե լավ, գոնե մարդը ասում է։ Սա նշանակում է մարդը այն կնոջ նման, այսօր փախավ, հա։ Ընդունում եմ մեր իշխանության։ Գինա, մենք կարող սխալ լինենք բոլորս, կարող ենք դրա իրավունք ունենք, էլի, բայց մարդը այն հայտնի կենթանուց տարբերվում է արածը վերլուծելու, վերագնահատելու, վերարժևորելու այդ ունակությամբ։ Հակառակ դեպքում նա ինքն էլ նույն ֆունկցիան է, էլի, ուտել, խմել, բազմանալ ու թրքել։ Նույն ֆունկցիան է, էլի, դա մի բարդ բան է։ Եթե այս հատկությունները չկա, այն մարդը նույն հայտնի կենթանին է, էլի։ Նիկոլ Փաշինյանից։ Դու ինձ ասես, կարող ես ջղայնանալ գնում այնտեղ հարց կայացնել։ Ցանկություն չկա Նիկոլ Փաշինյանին հանդիպելու։ Դու գոհ եք Նիկոլ Փաշինյանից։ Դու ինձ ասես, կարող ես ջղայնանալ գնում այնտեղ հարց կայացնել։ Մասնակցան չէ։ Գիտեք, գինը տղամարդ այդտեղ պետք է որ տարբերություն չլինի արժանապատվության իմաստով, էլի դրա համար կանգնելու իմաստով։ Եթե նկատել եք վերջի հաղորդումներին առավել ակտիվ ու առավել սկզբունքային են կանայք ու աղջիկները, ես իրանց եմ տենց հաստատություն ցույց տալիս։ Բայց որ տղամարդ եմ տեսնում, հենց եմ ուրախանում։ Հավատացեք, որ նույն ձև տղամարդ եմ տեսնում, ուրախանում եմ։ Հա, որովհետև ես էլ են Կովկասի են ծերունու ասածն եմ հիշում, որ ազգերը վերանում են այն ժամանակ, երբ որ ազգի տղամարդիկ իրենց արածներից չեն ամաչում։ Այ Նիկոլա չի ամաչում իր արածներից։ Նիկոլացիները, Նիկոլանմանները իրենց արածներից չեն ամաչում։ Այ եթե դրանց քանակը շատ է, ուրեմն ազգի մեռնելու ժամանակն եկել է։ Դե հիմա եկել է։ Բայց որ տեսնում եմ այս ընկերներին, այդ աղջիկներին, ջահել երեխեքին, մտածում եմ, որ ապագա մայրերս լավն են, մեր, չէ ինչ լավն են։ Եղած տղամարդկանց մեջ էլ կա տղամարդ, ուղղակի մնում է հարցը, էլի։ Որն է շատ, որն է գերիշխելու, դե էլ ամսի 7-ին կտեսնենք։ Մասնակցելու եք ընտրություններին։ Անպայման։ Ինչ ակնկալիքով եւ հանուն ինչի եք գնալու։ Հանուն նրան, որ պրծնենք մեկ էս ամեն ինչից։ Ոչ մի էլ հանուն։ Անունը լսեք չեմ ուզում, այդպես։ Հա, ուտուն պրոբլեմ։ Իրան հաղորդել։ Մասնակցելու եք։ Եվ վերջում ես այն ուզում ձեզ ցույց տամ։ Սա Գեբելսն ու կինն են։ Հա, դե Գեբելսը հասկանալ գիտեք ով է։ Էսօրվա Պետրոս Ղազարյանը։ Եթե Պետրոս Ղազարյանը, չէ, եթե Գեբելս ասեք մենակ է այդ ամեն ինչը անում, տեքստերը նաև ինքն է որոշում, ինչ պետքա դասավանդվի դպրոցներում, ինչ առարկաները, ոնց, պատմությունը ոնց պետքա սրբագրվի, մատուցվի, մի խոսքով։ Հա։ Ամեն ինչն է վերահսկում, ամբողջ իդեոլոգիան իր ձեռքն է։ Ինքը ոչ մեկի չէր սպանել։ Բայց հասկացաք։ Նյուրնբերգյան դատարանը մահապատժի դատապարտեց իրան։ Հայկական Նյուրնբերգը լինելու է Պետրոս Ղազարյան կնոջ փոխանցի, որ դու մենակ չես, որ ինքն էլ մենակ չի։ Այն ինչ որ դուք եք իրականացնում հիմա հայ ազգի նկատմամբ, դա անգամներ ավելի վատ է, անգամներ քան այն ինչ որ Գեբելսն էր անում, որովհետև Գեբելսը իր ժողովրդին չէր կոտորում առնվազն։
Դուք կոտորում եք այսօր ձեր ժողովրդին։ Դուք նախապատրաստում եք ձեր ժողովրդի կոտորածը։ Ու դուք պետքա պատրաստ լինեք, որ ձեր հետևից գալու են, որտեվ սա վաղեմության ժամկետ չունի։ Չկա։ Կարող է ուժներս չպատի, ասենք դա մի տարվա մեջ անենք, ասենք 2 շաբաթ հետո անենք։ Ես չգիտեմ ոնց կանցնի ժամանակը, հա։ Բայց դուք պետք է իմանաք, որ դուք երիտասարդ եք ու տեսնելու եք այդ ճաղերը։ Դուք չեք հասցնի այդքան ծերանակ ոչ տեսնեք։ Վաղ թե ուշ ամեն ինչ ավարտվում, Պաշին, Պետրոս։ Վաղ թե ուշ։ Դուք եկուսդ մոտ 45-50 տարեկան եք։ Դուք կհասցնեք տեսնել այդ ճաղերը։ Իսկ ես իմ նմանները ամեն ինչ կանեն, որ այդ օրը շուտ մոտենա։ Ոչ թե որ որպես մարդ ենք ձեզ ուզում, ատում ենք ձեր նկատմամբ ատելություն ունենք, չէ։ Որ արդարությունը վերականգնվի։ Սա անձնական վրեժ չի։ Սա արդարության վերականգնման պահանջ է։ Որ հաջորդիվ ով գա, ոչ միայն Գեբելսի օրինակը ցույց տան իրենց, նաև ասենք ձեր երկուսի։ Ու կից բոլորը դեռով կա ձեր մոտ, Տիգրան Հակոբյան կա, բան կա, մենք իմացեք ոչ մեկի տանունազգան չենք մոռացել այդ ազատության հովում, բան, Տարոն Չախոյան եւ այլն։ Ոչ մեկը չի մոռացվելու։ Այդ ցուցակը կա, հանցագործությունները կա։ Դուք էլ գիտեք, որ մենք Նյուրնբերգյան դատավորությանը շատ դուրս ենք պատրաստ։ Ու այդ թղթերն էլ թարգմանաբար գնում է ամեն օր, անձամբ եմ զբաղվում այդ գործով։ Նորից եմ կրկնում, ոչ թե ձեր նկատմամբ անձնական ատելություն ունենալու հետևանքով, չէ։ Առաջին հերթին որպես ինքնապաշտպանություն, երկրորդ հերթին որպես արդարադատություն իրականացնելու ուղղակի ձև, ծառավ եմ արդարադատության։ Ես կարծում եմ Հայաստանում ապրող շատ մարդիկ են ծառավ արդարադատության, որտեղ մենք վաղուց չենք տեսել դա։ Վաղուց չենք տեսել։ Ու երանի տվեք, որ Նեմեսիսը ձեր դուռը չթակի, այլ դատախազը։ Որտեղ արդարադատությունը լինում է նաև ավելի կոշտ ձևերով։ Ես ուզում եմ ավելի մեղմ, ես համար եմ ասում, դուք պետք է երանի տակ, խնդրեք, որ դատախազը ձեր դուռը թակի։ Լավ, չմոռանաք։ Այսօր համար այսքանը լավ ինձ։